I live in Washington, D.C., Ես ապրում եմ Վաշինգտոնի նահանգում, but I travel the world. բայց ճանապարհորդում եմ աշխարհով մեկ։ I've been coming to Armenia for over 30 years. 13 տարի է, ինչ ես ամեն տարի գալիս եմ Հայաստան։ I love Armenia. Եվ ես սիրում եմ Հայաստանը։ Many friends here. Բազմաթիվ ընկերներ ունեմ այստեղից։ I started going to the Soviet Union 60 years ago. Իսկ սովետական միություն 60 տարի առաջ եմ առաջի անգամ այցելել, այսինքն սկսել եմ այդտեղ։ 1965. 1965 թվականից։ And it was communist. And Գիտեք, այդ ժամանակ կոմունիստական հասարակարգ էր, they would talk about how great Lenin was. եւ նրանք խոսում են, թե ինչքան մեծ է Լենինը, And all day long we would go to different things. եւ այդ տարիներին տարբեր փորձությունների կամ դժվարությունների մեջով ենք անցնում։ It was pretty boring. Շատ ձանձրացնող էր, եթե անկեղծ լինեմ։ But at night, I would go across the street Եվ մի երեկո ես փողոցով ճամփորդում էի, ման էի գալիս, to the park and դեպի այգի։ talk to young people about Jesus. Եվ այդ ժամանակ ես երիտասարդների հետ խոսում էի Հիսուսի մասին։ And that started a lifelong commitment to this part of the world. Եվ ասեմ ձեզ, այդ մեր երկխոսությունը այդտեղ տեղի ունեցած երկար ժամանակ է տևել, մինչև այսօր ես այդ մարդկանց հետ շփվում եմ ու հարթակցվում եմ այդ երիտասարդների հետ։ In 1992-93, I worked with Billy Graham in the Moscow Crusade. 1992-93 թվականներին Բիլի Գրեհեմի հետ մենք Մոսկվայում, այսպես ասած, խաչակրած ավետարանչություն եղավ, բոլորը երևի թե գիտեք։ My responsibility was to lead a discipleship school for 6,000 young Russians. Եվ իմ պատասխանատվությունն էր, որպեսզի աշակերտություն անեմ 6000 երիտասարդների հետ այնտեղ։ During the day, we talk about Jesus. Ամբողջ օրվա ընթացքում մենք խոսում ենք Հիսուսի At մասին։ night, they would be ushers, choir, and counselors for the 65,000 people that came. Եվ վերջում այդ երիտասարդները 65000 հոգու համար դարձան երեցներ, հովիվներ եւ իրանք էլ են արդեն աշակերտներ պատրաստում։ I had a team of about 12 young people I worked with. Եվ ես ունեի 12 երիտասարդներ, ում հետ որ ակտիվ աշխատում էի։ One was from Armenia. Եվ այդ 12-ից մեկը Հայաստանից էր։ At the end of the crusade, I asked them, "What do you want to do?" Եվ այդ միսիայից հետո ես ուղղակի իրան հարց տվեցի, ասեցի, դու ինչով ես ուզում զբաղվել։ They said, "We want to have these Jesus conferences in all of our countries." Իրանք ասացին, որ մենք ուզում ենք այս կոնֆերանսը, որ այստեղ եղել է, մեր այդ սովետական երկրներում նույնպես ունենալ։ Well, that was 1992. Եվ դա 92 թվականն էր։ We've done about 65 conferences in all 15 countries. Եվ այդ 15 երկրներում մոտավորապես 75 այդպիսի կոնֆերանս ենք արդեն անցկացրել։ In every region of Russia. Եվ բոլոր նահանգներում Ռուսաստանի կամ դաշնություններում I Ռուսաստանի։ was president of an organization called Young Life. Ես Young Life-ի տնօրենն եմ, Young Life is big in Armenia. եւ ես գիտեմ, որ Young Life-ը բավականին մեծ է Հայաստանում, It's young people եւ այդտեղ երիտասարդներ են, hearing about Jesus. ովքեր որ լսում են Հիսուսի մասին։ The last 35 years I've worked with the prayer breakfast movement. Եվ 35 տարի է, ինչ աշխատում եմ աղոթքի նախաճաշի ծառայության մեջ։ There are prayer breakfasts in over 125 countries around the world. Եվ 125 երկրում է, որ արդեն մենք այդ աղոթքի նախաճաշերը անցկացնում ենք։ Where did we get this idea of a prayer breakfast? Եվ այս աղոթքի նախաճաշի գաղափարը մեզ որտեղից։ We got it from Jesus. Մենք դա վերցրել ենք Հիսուսից։ As a matter of fact, let me remind you of the first prayer breakfast. Եթե կուզենեք, ես ձեզ կհիշեցնեմ առաջի աղոթքի նախաճաշի մասին Հիսուսի կյանքից։ John 21 talks about it. Հովանու 21-րդ գլխում հենց սրա մասին խոսվում է, չէ՞։ It's after the resurrection. Երբ որ Հիսուս հարություն առավ մեռելներից, The disciples went back to fishing. իսկ ինչ էին անում աշակերտները, իրանք վերադարձել էին ձկնորսության, իրենց նախկին կյանքին։ Why? Ինչու՞։ I think maybe they thought they disappointed Jesus. Մտածում եմ, որ կարող է իրենք մտածած լինեն, որ իրենք հիասթափեցրել էին Հիսուսին դրա համար։ There were 7 disciples in the boat. Հիշեք 7 աշակերտ կար, ովքեր այդ ժամանակ նավի մեջ էին, They fished all night. եւ ամբողջ գիշեր իրենք փորձում էին ձկնորսություն անեին, Didn't catch anything. եւ ոչ մի ձուկ չկարողացան բռնել։ By the way, it was Peter who denied the Lord. Եվ դրանցից մեկը Պետրոսն էր, որ ուրացավ Հիսուսին, It was James and John who wanted the seats of honor on Jesus' right and left.
Հովանեսն ու Հակոբոսն էր, ովքեր որ ուզում էին Հիսուսի աջ եւ ձախ կողմը նստեին։ It was Thomas who doubted the Lord, Թովմասն էր, ով կասկածեց Հիսուսի հարության վրա, and Matthew the tax collector. եւ Մատթեոսն էր հարկահավաք կամ մաքսահավաք։ But there are four characteristics that we borrowed from that first prayer breakfast. Բայց 4 հատկանիշ է, որ մենք կարող ենք այդ աղոթքի նախաճաշի օրինակից վերցնել։ But you remember what happened in that breakfast? Եվ կհիշեք այդ նախաճաշի ժամանակ ինչ Well, տեղի they ունեցավ։ fished all night. Նրանք ամբողջ գիշեր ձկնորսություն At էին անում, dawn, there was a stranger on the shore. եւ ինչ են տեսնում, հեռվում տեսնում են, որ ինչ որ մի հատ անծանոթ մեկն է կանգնած, They didn't recognize him, but it was Jesus. եւ նրանք չճանաչեցին, որ դա Հիսուսն էր։ He told them, "Cast your nets on the other side of the boat." Եվ ինչ էր ափից գոռում Հիսուսը, այդ ցանցը նետեք նավի հակառակ կողմը։ They were probably so tired, they just went ahead and did it. Եվ նրանք այնքան հոգնած էին, որ ուղղակի լսեցին եւ դա արեցին։ They caught 153 fish. Եվ ինչ բռնեցին 153 ձուկ։ John said, "It's the Lord." Եվ այդ ժամանակ Հովանեսն էր, որ արձագանքեց, ասեց դա մեր Տերն է, Հիսուսը։ Peter jumped in the water and swam to the shore. Պետրոսը ինչ արեց, թռավ ջրի մեջ եւ վազելով գնաց ընդառաջ դեպի Հիսուսին։ And there Jesus had a fire with fish and bread on the fire. Եվ հետո ափին արդեն խարույկի շուրջ ձուկ եւ հաց կիսեց իր աշակերտների հետ։ It was the first prayer breakfast. Եվ սա առաջի աղոթքի նախաճաշն էր։ Four things about it. Եվ 4 կարևոր բան սրա մասին։ Number one, Առաջինը, everybody in the boat is welcome. բոլորը նավի վրա հրավիրված են այդտեղ։ All of them. Բոլորը։ Next week, I'm going to Moscow in a couple days. Մյուս շաբաթ մի քանի օրով մեկնելու եմ Մոսկվա, But after that, I'm going to Erbil, Iraq. իսկ հետո գնալու եմ Իրաքի հանրապետություն, And Իրաք։ we're going to have the first national prayer breakfast for Եվ- the Kurdish nation. Առաջի անգամ է, որ Իրաքում եզդիական քրդական համայնքի հետ մեծ հսկայական աղոթքի նախաճաշ ենք ունենալու պաշտոնապես այսպես The ասած։ prime minister will be there. Եվ իրենց վարչապետն է այդտեղ լինելու All the ներկա, national leaders will be there. բոլոր ազգային առաջնորդներն են ներկա լինելու, About 700 people altogether. մոտավորապես 700 հոգի մարդ է այդտեղ հավաքվելու։ And we would say it's not a Christian prayer breakfast. Եվ մենք ասում ենք, որ սա ոչ թե քրիստոնեական աղոթքի նախաճաշ է, It's not a religious prayer breakfast. ոչ էլ կրոնական աղոթքի նախաճաշ է։ It's a breakfast about Jesus. Սա լինելու է նախաճաշ Հիսուս Քրիստոսի մասին։ And he came for the whole world. Ինչի որովհետև նա եկել է ամբողջ աշխարհի համար։ So we'll have Muslims there, Մենք այնտեղ ունենալու ենք մուսուլմաններ, Christians there, քրիստոնյաներ, Yazidis there. եսեիդներ այդտեղից, He came for all of them. այլ կերպ ասած բոլորի համար մենք այդտեղ գնալու ենք։ Well, some people will say, no. Jesus came to establish Christianity. Որոշները ասում են, որ ոչ, Հիսուս միայն եկել է հենց մենակ քրիստոնյաների համար։ If you can find that in your Bible, But you'll be it- the first one I've ever met. Եթե դուք կարողանաք այդ ասածը գտնեք Աստվածաշնչի հետ, ես կհանդիպեմ հենց առաջի մարդուն, որ այդպես մտածում է։ We learned the verse many years ago. Մենք տարիներ ինչ For Աստվածաշնչը God- ուսումնասիրում ենք, For God so loved the world. որ Աստված այնպես սիրեց աշխարհը, Everybody. Right? բոլորին։ Այո։ So, in next week, I'll be with all the Kurdish nation and Եվ the ես prime մյուս minister. շաբաթ վարչապետի գլխավորությամբ այդ բազմության հետ եմ լինելու քուրդերի հետ։ So, four characteristics of the prayer breakfast. Everybody in the boat's welcome. Եվ նորից վերադառնանք։ Առաջի հատկանիշը բոլորը հրավիրված են այդ նախաճաշին։ It's under the leadership of the country. Եվ դա գտնվելու է այդ երկրի ղեկավարության հսկողության տակ, այսինքն իրանք էլ են այդտեղ ներկա գտնվելու։ That's why we invited your prime minister. Դրա համար է ինչի մենք ձեր երկրի վարչապետին նույնպես հրավիրել ենք։ This afternoon, I'm meeting with the foreign minister. Ես այս ցերեկը, այսինքն 3 ցերեկը հանդիպեցի ձեր արտաքին գործերի նախարարի հետ։ The former speaker of the parliament. Այո։ Եվ ազգային ժողովի խոսնակի հետ եմ նույնպես հանդիպել։ He's a friend. Եվ մեր ընկերն է։ Okay, so it's under the auspices of leadership
Այսինքն այդ ամեն ինչը լինում է իրենց ներկայությամբ եւ իրենց տեղեկությամբ, այսինքն The իրենք third տեղեկացած են thing, դրա մասին։ what was the subject at that breakfast? Եվ երրորդը որն է լինելու նյութը այդ նախաճաշի։ You go աղոթքի։ back and look at John 21. Կարող եք վերադառնալ Բացելովան 21-րդ գլուխ եւ ամբողջությամբ ընթերցել։ Jesus asked Peter Հիշում եք, Հիսուսը հարցրեց Պետրոսին. the most important question will ever be asked. Ամենակարևոր հարցը, որը որ մինչև այդ հնչել էր իրեն։ Simon, son Simon. of John, Հովնանի որդի, Հովանեսի որդի։ do you love me Դու ինձ սիրում ես, more than these others? քանց թե բոլորին, ավելին, քանց թե բոլորին։ He asked him 3 times. Եվ հիշում եք 3 անգամ հարցրեց։ It changed Peter's life. Եվ դա Պետրոսի կյանքը փոխեց։ He went out a different person. Եվ ինքը այդտեղից այլ անձ դարձած գնաց։ Before he denied the Lord, Մինչև այդ ինքը ուրացել էր Տիրոջը, Jesus loves him. բայց Հիսուս իրեն սիրում էր։ He's not angry with him, Ոչ բարկացած էր նրա վրա, but he asked the most important question you and I will ever be asked. այլ դրա փոխարեն Հիսուս իրեն ամենակարևոր հարցը տվեց։ Do you love me more than all these other things? Սիրում ես ինձ ավելին, քան թե մնացածը ինչ քեզ շրջապատում է։ Most important question. So we talk about Jesus at the breakfast. Դա կարևոր հարց է եւ հենց սրա մասին է, որ մենք խոսում ենք այդ աղոթքի նախաճաշի ժամանակ։ Not Christianity, Ոչ թե քրիստոնեության or մասին, religion, ոչ էլ կրոնի մասին, a person, բայց Jesus. անձի մասին Հիսուսի։ And the fourth characteristic, okay, is the presence of Jesus. Եվ չորրորդը, որ կարևոր է այստեղ, դա Հիսուսի ներկայության մասին է։ 2,000 years ago, you could see him, Որտեւ 2000 տարի առաջ մենք կարող էինք նրան but he տեսնել, promised us, before he ascended into heaven, what did he say? հիշում եք ինքը ինչ խոստացավ մեզ, մինչև որ ինքը համբարձվեց երկինք։ Lo, I am with you always, Ես միշտ ձեզ հետ եմ, even to the end of the age. մինչև աշխարհի վերջը։ So that's what a prayer breakfast is. Սա այն է, ինչի մասին է ընդհանուր, հա, աղոթքի նախաճաշը։ We're praying about a national prayer breakfast for Armenia. Մենք աղոթքի նախաճաշի ժամանակ նաև աղոթում ենք Հայաստանի համար And everybody in the boat is welcome. եւ յուրաքանչյուր ոք, որոնք այդ նավի մեջ են, իրանք հրավիրված են աղոթքի And նախաճաշին։ it's all about Jesus. Եվ ամեն ինչը Հիսուս Քրիստոսի մասին է։ Why is it about Jesus? Բայց ինչու է այն Հիսուս Քրիստոսի մասին։ I want to read you a little something about Jesus here. Ես ուզում եմ մի փոքր կարդամ Հիսուսի մասին։ This is from a book that actually I wrote. It's called Jesus Changes Everything. Ես ընթերցեմ մի գրքից, որ ես ինքս եմ գրել, Հիսուսը փոխում է ամեն ինչ, այդպիսի անվանում ունի այս It's գրքը։ it's the things Jesus taught his disciples. Սա նրա մասին է, թե ինչ է Հիսուս սովորեցրել իր աշակերտներին։ But let me read this little section about Jesus. Եվ ինձ թույլ տվեք մի փոքր հատված ընթերցեմ, թե ինչ Հիսուսի մասին, Հիսուսի կյանքի մասին։ It's why the breakfast is all about him. Եվ ինչու սրա է պատճառը, թե ինչու համար է աղոթքի նախաճաշը վերաբերվում միմիայն իրեն։ More than 2,000 years ago, Jesus was born contrary to the laws of nature. 2000 տարի առաջ բնության օրենքներին հակասող ձևով Հիսուս Քրիստոս ծնվեց։ He laid aside his purple robe for a peasant's tunic. Ինքը իր թագավորական պատմուճանը դրեց մի կողմ եւ գյուղացիական պատմուճան, այսպես ասած, հակավիր վրա։ He was rich, yet for our sake he became poor. Նա հարուստ էր, բայց մեզ համար աղքատացավ։ This man lived in poverty and was raised in obscurity. Ինքը ապրել է ամբողջությամբ աղքատության մեջ, He received no formal education and never possessed wealth or widespread influence. նա երբեք կրթություն այդպես չստացավ ֆորմալ եւ ոչ էլ ուներ մեծ հարստություն կամ էլ մեծ համբավ այդ ժամանակ։ He never traveled extensively. Ինքը բազմաթիվ ճանապարհորդություններ չարեց He seldom crossed the border of the country in which he lived. եւ շատ հազվադեպ էր, որ այն երկրում, որում ինքը ապրում էր, այդ երկրի սահմանները հատում էր։ But his life has changed the course of history. Բայց իր կյանքը ամբողջ պատմության ընթացքը փոխեց։ In infancy, he startled a king. Երբ որ նա դեռ մանուկ էր, վախեցրեց թագավորին։ Remember Herod? Հիշում եք Հերովդես թագավորին ոնց էր վախեցել։ In childhood, he amazed religious scholars. Եվ երբ որ նա պատանի էր, ապշեցրեց կրոնավորներին,
In manhood, he ruled the course of nature, Եվ հասուն տարիքում ինքը բնության ընթացքը սկսեց տնօրինել։ walked on stormy waves, and hushed the raging sea to sleep. Երբ որ քայլում էր ալեկոծվող ալիքների վրա եւ հանդարտեցրեց այդ ծովը, He healed multitudes without medicine and made no charge for his services. ինքը բազմաթիվ հիվանդների բժշկեց առանց դեղորայքի եւ իր արած ծառայության համար ոչ մի կոպեկ չվերցրեց։ He never practiced psychiatry, yet he healed more broken hearts than all the doctors far and near. Նա երբեք հոգեբուժություն չսովորեց եւ դրանով իսկ հանդերձ ինքը բազմաթիվ կոտրված սրտեր բժշկեց, ավելին քան թե բոլոր այդ բժիշկները միասին վերցրած։ He never wrote a book, Երբեք գիրք չի գրել, yet his life has inspired more books than any other person. բայց իր ապրած կյանքը ոգեշնչել է մարդկանց, որ գրեն բազմաթիվ գրքեր եւ ավելի շատ գրքեր, քան թե բոլոր տարբեր անձիկ իր հետ վերցրած։ He never wrote a song, Երբեք երգ չի գրել, yet he has furnished the theme for more songs than all the songwriters combined. բայց նա եղել է ոգեշնչում բազմաթիվ երգերի համար եւ ավելի շատ երգեր են նրա պատվին գրել, քան թե բոլոր երգաները միասին վերցրած։ And what a joy it is for me to watch you folks worship. Եվ ինչպիսի the Lord. ուրախություն էր, երբ որ ես այստեղ նստած հետևում եի, կանգնած հետևում եի ձեր փառաբանությանը, մեծ ուրախություն էր ինձ համար։ And lift up our praise to Jesus. Երբ որ մենք մեր սաղմոսները, մեր աղոթքը բարձրացնում ենք դեպի Աստծուն Հիսուսին։ He never founded a college, Նա երբեք չի հիմնադրել ոչ մի քոլեջ, but all the schools put together cannot boast of having as many students. բայց բոլոր համալսարանները իրար հետ վերցրած չունեն այդքան աշակերտներ, որքան որ ուներ Հիսուսը եւ մինչեւ այսօր ունի Հիսուսը։ Ամեն։ He never marshaled an army. Նա երբեք բանակ չի առաջնորդել, He never drafted a soldier երբեք ոչ մի զինվորի չի or fired a հավաքագրել gun. եւ ոչ էլ զենքից կրակել է։ But no leader ever had more rebels surrender to him without a shot fired. Բայց ոչ մի առաջնորդ իր թշնամիներին կամ հակառակորդներին չի ստիպել առանց մեկ իսկ կրակոցի հանձնվել, ինչպես Հիսուսը արեց։ I'm one. How about you? Ես այդպիսիներից մեկն եմ, իսկ դուք ինչ եք ասում։ Herod could not kill him. Հերովդեսը չկարողացավ նրան սպանել, Satan could not seduce him. Սատանան չկարողացավ նրան գայթակղեցնել, His enemies could not destroy him. եւ իր թշնամիները չկարողացան նրան ոչնչացնել, The grave could not hold him. եւ գերեզմանը չկարողացավ նրան պահել։ After 3 days, he rose from the dead, alive forevermore. Եվ 3 օր հետո նա հարություն առավ եւ կենթանի էր բոլոր կենթանիներից ավելի։ He is the ever perfect one. Եվ նա կատարյալ մեկն է։ He is the Christ, the Son of the living God. Նա Քրիստոսն է, կենթանի Աստծո որդին, This man stands forth on the highest pinnacle of heavenly եւ նա հիմա glory, կանգնած է երկնքում փառած գահի վրա, proclaimed by God, հրճակված Աստծո կողմից, acknowledged by angels, հայտնված կամ ճանաչեցված հրեշտակներին, adored by his people, հիացած իր ժողովրդի կողմից, feared by demons, սարսափած դևերից, as the risen Lord and Savior Jesus Christ. եւ սա է պատճառը մեր Տեր եւ Փրկիչը Հիսուս Քրիստոսը։ That's why the prayer breakfast is all about Jesus. Եվ ահա թե ինչու է աղոթքի նախաճաշը միմիայն եւ ամբողջությամբ Հիսուս Քրիստոսի մասին։ We're praying for a prayer breakfast in Armenia. Եվ մենք աղոթում ենք աղոթքի նախաճաշի մասին Հայաստանում, Why? ինչու՞, Because it brings everybody together. որովհետեւ դա հավաքում է բոլորին մեկտեղում։ The Prime Minister, the Վարչապետը, President, նախագահը, the Speaker of the Parliament, ազգային ժողովի նախագահը, the members of Parliament, падգամավորներ ազգային ժողովի all the leaders in the country, եւ բոլոր առաջնորդները երկրի and many of us. եւ մեզանից շատերը In our country, we have a tradition now, 73 years of prayer breakfast. մենք 73 տարի է ինչ այս աղոթքի նախաճաշի ավանդույթ ունենք մեր երկրում։ On the 5th of February this year, Փետրվարի 5-ին այս տարի նույնպես
We had the biggest ballroom in Washington, D.C., packed with 2,500 people. 2500 հոգով Վաշինգտոնում հսկայական, այսպես ասած, աղոթքի ժողով է եղել։ Donald Աղոթքի Trump նախաճաշի։ came and spoke for 40 minutes. 40 րոպե Դոնալդ Թրամփը եկավ եւ այդտեղից խոսեց։ And what was the subject of that breakfast? Եվ որն էր ամբողջ նյութը այդ նախաճաշի աղոթքի։ Jesus. Հիսուսը։ Slava Bogu. Փառք Աստծո։ So I have the privilege to travel the world and to talk about Jesus and to do prayer breakfasts. Ես ունեմ այդպիսի առանձնաշնորհում, պատտվելով, ճանապարհորդելով աշխարհի մեկ, խոսալ Հիսուսի մասին եւ անցկացնել աղոթքի նախաճաշեր։ We just think they're a good tool to bring everybody together around the person of Jesus. Մենք կարծում ենք, որ սա շատ լավ գործիք է, որպեսզի Հիսուսի անձի շուրջ հավաքենք բազմության։ The prime minister of the Kurds, he asked me, he said, I'd like to be the master of ceremonies. Can I do that? Եվ պատկեցեք քուրդերի առաջնորդը ինքը նույնպես ցանկություն է ժամանակ երբ որ լսած որպեսի առիթ պետք է անցկացվի, հայտեց որպեսի հանդիպի այդ ծառայության կազմակերպիչին։ I said, it's your breakfast Եվ ես այդ ժամանակ փոխանցեցի նրան, որ դա հենց ձեր նախաճաշն է։ and it's all about Jesus. Եվ այն միևնույն է, միայն Հիսուս Քրիստոսի մասին է։ Let me ask you a question. Ես այսպեսի մի հարց ուղեմ ձեզ։ Does a Muslim need to convert to Christianity to follow Jesus? Պետք է մուսուլմանները դարձափոխ լինեն քրիստոնեության, որպեսզի հետևեն Հիսուս Քրիստոսին։ It's not in here. Ես այստեղ չեմ He տեսնում։ needs to repent Նա and պետք է follow ապաշխարի, Jesus. յուրաքանչյուր ոք պետք է ապաշխարի եւ դարձի գա Հիսուս Քրիստոսին ու հետևի We've got իրեն։ a lot of friends who would say, I'm a Muslim who's a follower of Jesus. Ես ունեմ ընկերներ, ովքեր ասում են ես մուսուլման եմ, բայց Հիսուսի աշակերտն եմ։ What they mean by that is they met Jesus, they repented, and they follow him. Ինչ ի նկատի ունեն սա ասելով, որ նրանք անձամբ հանդիպել են Հիսուսին, ապաշխարել են ու դարձրել նրա աշակերտը։ And the Holy Spirit told them to remain as salt and light right in the middle of their communities. Եվ Սուրբ Հոգին առաջնորդում է եւ ասում է իրենց, որպեսզի նրանք աղ եւ լույս լինեն այնտեղ այն երկրում կամ այն շրջանակներում, որտեղ որ նրանք ապաշխարել են իրենց I love երկրներում։ that. Եվ ես դա շատ եմ սիրում։ Okay, well, enough about the prayer breakfast. Բավական է ինչքան խոսեցինք I աղոթքի wanna take- նախաճաշի մասին։ A few minutes to share something very personal with you. Եվ ես մի քանի րոպե կվերցնեի ձեզանից եւ ինձ հետարքրող բանի մասին ձեզ հետ կխոսեի։ This last November, Անցած նոյեմբեր ամսին I celebrated 50 years with my wife, Debbie. մեր ամուսնության 50 ամյակն ենք մենք տոնում իմ կինը եւ Դեբին։ She's wonderful. Հրաշալի էր։ We have 4 grown kids. Մենք 4 երեխա ունենք արդեն հասուն Each one of them have 4 kids. եւ մեր 4 երեխաներից յուրաքանչյուրն էլ So 4 I երեխա ունի։ have 16 grandchildren. Եվ ստացվում է որ ես 16 թոռնիկ ունեմ։ 8 boys. 8 boys and 8 girls. Որից 8-ը աղջիկ են եւ 8-ը տղա են։ Just like we planned it. Մենք հենց այդպես էլ ծրագրել ենք, որ պետք է կատակ եմ անում։ All of them are following Jesus. Բոլորը հետևում են Հիսուս Քրիստոսին։ What a joy. Չեմ կարող ասել թե ինչ մեծ ուրախություն է ինձ They համար։ call me Papi. Նրանք ինձ papi են ասում։ They call my wife Lolly. Իսկ կնոջս ասում են Լալի։ So I had been in Kazakhstan for a conference, Եվ ես Ղազախստանում էի կոնֆերանսի, and I got home at the end of October, եւ հոկտեմբերի վերջ վերադարձա մեր երկիր։ and my 4 kids and their spouses said, Dad, we're going to go to the Bahamas for a week with you and Mom. Եվ իմ 4 երեխաները իրենց զույգերի հետ մոտեցան ինձ ասել որ ուզում են գնանք Բաղրամ կզիներ միասին քո եւ մեր մայրիկի հետ։ They wanted to celebrate this 50-year anniversary. Նրանք ուզում են մեր հետ միասին նշեն այդ 50 ամյակը։ It was one of the greatest weeks of my life. Եվ դա ամենահրաշալի շաբաթն էր իմ All of մնացած them կյանքի loved ընթացքում։ Jesus. Բոլորը նրանցից սիրում են Հիսուսին It was a wonderful time. եւ հրաշալի ժամանակ անցկացրեցին։ But I want to tell you something that happened. Բայց ուզում եմ մի բանի մասին պատմել, որ այնտեղ տեղի ունեցավ։ Just amazing.
Եվ շատ զարմանալի էր։ We've been together about 4 days, 4 օր մոտավորապես միասին ենք եղել, and our 4 kids, they're all in their 40s now. եւ մեր բոլոր 4 երեխաներն էլ արդեն 40-ը լրացած են։ They said, Mom and Dad, sit down, we want to talk to you. Եվ ասացին, որ մի պահ նստեք, հայրիկ եւ մայրիկ, մենք ուզում ենք ձեզ հետ խոսել։ And for the next 2 hours, Եվ հաջորդ 2 ժամը each one of them told how wonderful it was to grow up in our family. եւ նրա 2 ժամ մոտավորապես տևեց եւ որ յուրաքանչյուրը պատմում են, թե ինչ հրաշալի է եղել, որ հենց այս ընտանիքում են իրենք մեծացել։ I've got tears in my eyes. Արցունքներ հոսեցին այդտեղ։ Were we perfect parents? No, Արդյոք մենք կատարյալ ծնողներ ենք։ Իհարկե ոչ։ but we love them Բայց մենք նրանց սիրում ենք, because we love Jesus, որովհետեւ մենք սիրում ենք Հիսուսին and they all love him as well. եւ նույնպես այնպես ինչպես եւ իրենց։ So for 2 hours, they just told us story after story Եվ about այդ երկու ժամվա ընթացքում իրանք պատմությունի հետևից մեզ պատմում էին, how wonderful it was to grow up in our family. թե ինչ հիասքանչ է եղել, որ մենք հենց իրենց ընտանիքում ենք մեծացել։ But something happened with me. Բայց այդտեղ ինչ որ մի բանից է տեղի ունեցավ, I grew up in a difficult home. որովհետեւ ես այդ ընտանեկան պատկերից մի փոքր այլ ընտանիքում եմ մեծացել։ I loved my father, Ես իմ հայրիկին սիրում էի, but he had a broken relationship with his father. բայց ինքը կոտրված հարաբերություններ ուներ իր հոր հետ։ He was one of 7 kids, the only one that went to college. Ինքը 7 հոգանոց ընտանիքից միակ զավակն էր, որ քոլեջ էր հաճախել։ And when he left for college, his father stood on the porch and said, "You're a no good so-and-so." Wow. Եվ երբ որ ինքը ավարտեց, դրանից հետո իր հայրը կանգնում է եւ ասում է, որ դու անպիտանի մեկն ես, այսինքն դու ինձ ընդհանրապես պետք չես։ And you'll never amount to anything. Wow. Եվ դու ոչինչ չարժես ընդհանրապես։ The rest of his life, Եվ ամբողջ իր կյանքի ընթացքում իր հոր that message replayed for him. իր հայրը ասում է, որ այդ ուղերձը կամ այդ խոսքը իր հոր ասած միշտ իր մտքի մեջ պտտվել է։ So I never heard him say, "I love you, Doug." Եվ ես երբեք իմ հորից չեմ լսել, որ ինքը ինձ ասած լինի, որ ինքը ինձ սիրում I է։ never heard him say, "I'm proud of you." Եվ ոչ էլ ինձ ասել է, որ ես հպարտ եմ քեզանով դակ, I loved him. բայց ես միևնույն է սիրում եմ նրան։ And I forgive him. Ես իրեն ներել եմ, When he died, եւ երբ որ ինքը մահացավ, I was on his bedside. ես նրա կողքին այդ մահիճին, երբ որ ինքը մահանում էր, I loved my father. եւ ես շատ եմ սիրում իմ հորը։ But growing up in our family was painful. Բայց այդպիսի ընտանիքում մեծանալը շատ ցավոտ էր։ So, as my kids finished sharing with us, Եվ երբ որ իմ երեխաները վերջացրեցին իրենց պատմությունները մեզ հետ կիսվելով, I had a flashback. ինձ մոտ այսպես ասած ֆլեշբեքեր եղավ կամ նոստալգիա եղավ իմ մանկության I ժամանակ։ had totally forgotten this for 50 years. Եւ ես 50 տարի է ինչ մոռացել էի այդ ցավոտ պատմությունը իմ կյանքի։ When I married my wife, Եվ երբ որ ես ամուսնացա իմ կնոջ we հետ, worked with Young Life, with young people, lots of them. մենք շատ երիտասարդների հետ էինք աշխատում այդ ժամանակ, And because of my painful situation growing up, բայց քանի որ ես այդպիսի ցավոտ իրավիճակ էի ունեցել իմ մանկության ժամանակ եւ այդ իրավիճակում ապրել եմ, I said to my wife, ես ասացի իմ կնոջը, "Would you pray about us not having kids? ես իրան խնդրեցի, որպեսզի ինքը աղոթի, որ մենք երբեք երեխաներ չունենանք։ We'll love all the kids that we work with, Ինչի, որովհետեւ մենք բազմաթիվ երիտասարդների հետ էինք աշխատում եւ ես իրենց իրոք սիրում էի շատ։ but would you pray about us not having kids?" Բայց խնդրում եմ կլինի աղոթես նրա համար, որպեսզի մենք երբեք երեխա չունենանք։ Because I was afraid my family would be like the one I grew up in. Որտեւ ես շատ մեծ վախ ունեի մեջ, որ իմ ընտանիքը կնմանվի այն ընտանիքին, որում որ ես մեծացել էի։ I'm not judging my father. Ես չեմ ուզում դատեմ իմ հորը, I loved him, որտեւ ես իրեն սիրում եմ, but it was very difficult. բայց միևնույն է, դա շատ բարդ է։ So I totally forgotten about that. Եվ ես ամբողջությամբ այդ մանկության այդ պատմության մասին մոռացել եմ իմ կյանքի։ A couple years later, Եվ մի քանի տարի անց I was with my wife and her parents, and her father has worked with the last 8 presidents of the United States. ես իմ կնոջ եւ իր ընտանիքի հետ էի, եւ իմ կնոջ հայրը վերջի 8 նախագահների հետ Միացյալ Նահանգների հետ իրենց հետ աշխատանք էր տանում։ A wonderful man and a mentor in my life. Հրաշալի մարդ էր եւ իմ մենթորն է եղել կյանքի ընթացքում։ He mentored me like a father.
իր մասին հոգ է տարել իր կնոջ հայրը տարիների ընթացքում շատ։ He knew what I had asked my wife to pray about. Ինքը շատ լավ գիտեր, թե ես ինչ էի խնդրել, որ իմ կինը աղոթեր, And he sat with me and he said, Doug, I want to talk about that decision you guys are praying about. եւ ինքը մի օր ինձ նստեցրեց եւ ասաց, ես գիտես ինչ դա, քեզ հետ խոսելու բան ունեմ, ես ուզում եմ խոսեմ այն որոշման մասի, որ դու կայացրել ես He didn't lecture երեխաչ me. ունենալու։ It was very loving and pastoral. Ինքը հետեղին շանդիմանես կամ ինչ որ ուտենց ուսուցողական դաշ չտվեց, այլ ուղղակի շատ սիրով եւ հովությամբ, հոգատարությամբ մոտեցավ ինձ։ But I remember, he said, Doug, everything I've learned about discipleship, I learned by having 6 kids. Հետևել արտահայտություն արեց այդ մարդը Դագին, ասեց ամեն ինչը որ ես սովորել եմ աշակերտության մասին, ես սովորել եմ իմ 6 երեխաներից։ A couple of weeks later, my wife was pregnant. Եվ ընդամենը 2 շաբաթ հետո իմ կինը հղիացավ։ Slava Bogu. Փառք Աստծո։ So why do I tell you that? Եվ հարց, ինչու եմ ես հիմա սրանով ձեզ հետ կիսվում։ Because something really miraculous happened right then. Ինչի, որովհետև հենց այդ ժամանակ, երբ որ այդ խոսակցությունը տեղի ունեցավ, շատ հրաշալի բան տեղի ունեցավ ինձ հետ։ I had totally forgotten what I'd asked my wife to pray about. Եվ ես ամբողջությամբ մոռացա, թե ինչ է ես խնդրել կնոջս, որպեսզի նա աղոթի։ And we had a wonderful experience raising 4 kids that loved Jesus. Եվ մենք հրաշալի կյանք ու փորձառություն ենք ունեցել այդ մեր 4 երեխաներին մեծացնելու Քրիստոսի սիրո մեջ։ Had just told us how wonderful it was to grow up in the Եվ հենց family. իրենք էլ իրենց բերնով դա ասեցին, թե ինչ հրաշալի էր այդպիսի ընտանիքում մեծանալ։ So I want to read you a passage. Եվ ես կուզեմ մի ուղերձ կարդալ Աստվածաշնչից, It's in 1 John. Առաջի Հովանու, I'm going to start with chapter 4, 4-րդ գլուխ, verses 16 to 19. 16-ից 19 համարներ։ Առաջի Հովանու 4-րդ գլուխ, 16-ից 19 համարները։ God is love, Աստված սեր է, and the man whose life is lived in love does in fact live in God. եւ ով որ մնում է սիրո մեջ, Աստծո մեջ է բնակվում եւ Աստված նրանում։ And God does in fact live in him. Yeah, I already read it. So our love for him grows more and more. Սրանում է սերը կատարյալ մեզ հետ, որ համարձակություն ունենք դատաստանի օրում, Filling us with complete confidence for the day he will judge all men. որտեվ ինչպես նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհքում։ For we realize that our life in this world is actually his life lived in us. Yeah, I already. You did already? Oh. Here's the key part. Love contains no fear. Եվ սա բանալի մասն է, որ ուզում եմ ընթերցեմ 18-րդ համարում, վախ չկա սիրո մեջ։ Indeed, fully developed love expels every particle of fear. Այլ կատարյալ սերը հեռացնում է վախը։ For fear always contains some of the torture of feeling guilty. Որովհետև վախը իր մեջ տանջանք ունի։ This means that the man who lives in that fear has not yet had his love perfected. Բայց նա, որ վախենում է, կատարյալ չէ սիրո մեջ։ Here's what happened. Ահա թե ինչ տեղի ունեցավ։ The Holy Spirit revealed to me Սուրբ Հոգին հայտնեց ինձ իր խոսքով, that the reason I asked my wife to pray about that was fear. որ պատճառը, թե ինչու ես իմ կնոջը ասեցի, որ այդպիսի աղոթ քանի, դա իմ վախն էր, որ իմ մեջ կար։ And I got a picture of what I would have missed if Եվ- I had done that. Եվ ես մի պահ այդ պատկերը ունեցա իմ աչքի առաջ, որ այն ինչը որ ես խնդրել եի, որ աղոթեր իմ կինը, դա ստացվեր, ինչ տեղի կունենար ու ես ինչ կկորցնեի իմ կյանքից։ And that's what fear does. Եվ ահա թե ինչ է անում վախը մեզ հետ։ It robs us of the very best things God wants to do in our lives. Վախը մեզանից գողանում է այն հրաշալի բաները, որ Աստված մեր կյանքում ուզում է իրականացնել։ So, I realized that. Ես դա հասկացա, գիտակցեցի, And then the Holy Spirit told me something. եւ Սուրբ Հոգին ինձ ասեց. He said, share that with your kids. Կիսվիր դրա մասին քո երեխաների հետ։ They didn't know. Նրանք չգիտեին դրա մասին, I'd forgotten about it myself. ինչի որտեվ ես ինքս դրա մասին մոռացել էի։ Well, the next hour or two were some of the best of my life.
Եվ երբ որ իրանք վերջացրեցին իրենց պատմությունը, դրանից հետո ժամ ու կեսը իմ կյանքի ամենահրաշալի ժամանակն է So I եղել։ told him the story I just told you. Ինչի որովհետև ես պատմեցի այն պատմությունը, ինչ որ հիմա ձեզ պատմեցի իմ երեխաներին։ Everybody in the place is weeping. Եվ բոլորը սկսեցին այդտեղ արտասվել, Tears of joy. եւ բայց դրանք ուրախության արցունքներ And էին։ we realized Satan wanted to take that away. Մենք այդ ժամանակ գիտակցեցինք, որ սատանան հենց այս է, ինչ ուզում էր մեզանից գողանալ, վերցնել։ And that's what fear does. Եվ ահա թե ինչ է վախը անում։ John 10:10 tells us Հովանու 10:10 the thief has come to steal, kill and destroy. Հիշում եք, գողը գալիս է, որպեսզի գողանա, ոչնչացնի եւ վերացնի։ But Jesus says, I've come that you might have life Բայց Հիսուս ասում է, ես եկա, որպեսզի դուք կյանք ունենաք and have it abundantly. եւ առատությամբ ունենաք։ So now I want to ask you, Եվ հիմա ես ուզում եմ ձեզ հարցնեմ. where in your life is fear pushing away the very best things God wants to do? Կա արդյոք ձեր կյանքում այնպիսի մի վախ, որ հետ է պահում են Աստծո հրաշալի գործը, որ պետք է իրականա ձեր կյանքում։ It's the opposite of faith, isn't it? Ինչի որովհետև վախը դա հավատքի հակառակ կողմն է կամ հականիշն է, It denies the power of God. որովհետև այն մերժում է Աստծո զորությունը։ You know, the irony for me personally, I've been prayed for many times prophetically. Okay. Ես պետք է անձամբ ասեմ, որ ես մարգարեական աղոթներ եմ արել, You know what they say almost every time? եւ գիտեք նրանք, ես լսել եմ կներեք մարգարեական աղոթներ բազմաթիվ անգամներ, եւ գիտեք ինչ են նրանք ասում։ You're a father. Եվ իրանք ինձ եւ ասում են, որ You, դու հայր you ես, nurture young people. եւ դու հայր լինելով պետքա խնամք տանես երիտասարդների մասին։ What a miracle. Ինչպիսի հրաշք։ Just like Jesus in John 2 at Cana of Galilee turned the water into the finest wine. Գիշեք ինչպես Կանայում, երբ որ Հիսուս ջուրը գինի սարքեց, He takes the very things that were painful in our lives and does miracles. ինքը վերցնում է ամենացավոտ բաները մեր կյանքում, հրաշք է անում եւ փոխում է դեպի լավը։ So before we close, Եվ մինչև մենք ավարտենք, I want to give each one of us ես ուզում եմ յուրաքանչյուրիս տալ the opportunity to take a moment of silence հնարավորություն մի որոշ ժամանակ լռություն ուղղակի and լինի ask the Holy Spirit եւ հարցնեք Սուրբ Հոգուն, to search our hearts որպեսզի ինքը քննի մեր սրտերը and ask Him, Lord, where is there fear that's holding me back from God's best? եւ հետեւյալը ասեք. Հայր, կա իմ կյանքում իմ սրտում մի հատ տեղ, որտեղ թաքնված է վախ, որը որ ինձ հետ է պահում այն հրաշալի գործերից, որ դու ուզում ես իմ կյանքում անել։ We just read it. Մենք մի փոքր առաջ կարդացինք դրա There's մասին, no fear in love. որովհետեւ վախ չկա սիրո մեջ, Perfect love casts out all fear. որովհետեւ կատարյալ սերը ուղղակի ոչնչացնում է վախը։ So I believe that for all of us, if we examine that and ask the Lord to reveal fear in our lives, Եվ ես հավատում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը քննելով մեր կյանքը հստակ պատասխան կստանա եւ կհայտնվի իր կյանքում այն վախերը, որոնք որ իրենց հետ են պահում that we can Աստծո renounce it in the name of Jesus Եվ եթե գտնեք, հրճակեք Հիսուս Քրիստոսի անունից and replace it with faith, եւ փոխեք դա հավատքով։ knowing that God wants to do miracles in each one of us. Իմանալով, որ Հիսուս Քրիստոս յուրաքանչյուրիս կյանքում ուզում է հրաշք անել։ So I share my story with you. Ես դες այդ իմ պատմությամբ կիսվեցի I was so grateful afterwards. եւ ես արդյունքում շատ երախտապարտ եմ սրա համար։ Thank you, Lord, for helping me see what this was. Fear. Շնորհակալություն, Հայր Հիսուս Քրիստոս, որ ցույց տվեցիր, թե ինչ կլիներ, եթե ես այդ վախը իմ կյանքում And պահեի։ your love totally casts out fear. Եվ դրանից հետո այդ վախը ամբողջությամբ իմ կյանքից հեռացավ։ Nothing else does. Nothing else does. Եվ ամեն ինչ դրա հետ։ So, can we take just a moment of silence and Եվ ես խնդրում եմ, որպեսզի լռության մի րոպե վերցնեք ask the Holy Spirit to search your heart?
որպեսզի Սուրբ Հոգին քնի ձեր սրտերը, See if he speaks to us about perhaps fear holding us back from God's եւ կա best. արդյոք մեր մեջ այդպիսի մի վախ, որը որ Աստծո գործերից մեզ հետ է պահում։ Let's pray. Եկեք աղոթենք։